Հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, մենք շարունակում ենք աշխատել Meridian Expo կենտրոնից։ Այս պահին մեր տաղավարում հյուրընկալել են Վահան Գրիգորյանին, ով Folding ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրենն է։ Բարև ձեզ, Վահան ջան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ շատ, այ մենք երեք շրջում ենք տաղավարներով եւ ձեր տաղավարը բավականին այսպես աչքծակող էր, որպեսզի ես չմանրամասնեմ, ուզում եմ միանգամից խոսքը փոխանցեմ ձեզ, դուք պատմեք, թե Digitec-ում ինչ ներկայացվածություն ունեք, ինչ եք ցուցադրում մարդկանց։ Այո, իհարկե, մենք ներկայացնում ենք մեր կազմակերպությունը, ինչպես դուք նշեցիք, կոչվում է Folding։ Կազմակերպությունը զբաղվում է եռաչափ բիոտպագրության տեխնոլոգիաների մշակմամբ եւ համապատասխան պրոդուկտների տրամադրմամբ։ Եռաչափ բիոտպագրությունը եռաչափ տպագրության ճյուղ է, որը զբաղվում է հենց եռաչափ տպագրությամբ բիոմատերիալներով, կենսաբանական նյութերով, նպատակ ունենալով ստանալ լաբորատոր պայմաններում կենդանի եւ կենսունակ հյուսվածքներ։ Այս հյուսվածքները կարող են բազմապիսի կիրառություններ ունենալ եւ աշխարհում գիտնականները շատ ինտենսիվ կերպով զարգացնում են այս տեխնոլոգիաները։ Կիրառություններից կխոսեմ փոքր-ինչ անց, բայց ասեմ նախ, որ մեր կազմակերպությունը արտադրում է այդ բիոպրինտեր սարքավորումը եւ հումքը, այսինքն այն բիոմատերիալները, որոնցով այդ գիտնականները կարող են բիոպրինտեր սարքավորման միջոցով իրականացնել բիոտպագրությունը։ Այդ գիտնականները, երբ որ իրականացնում են բիոտպագրությունը, այդ ստացված հյուսվածքային նմուշները, կախված իհարկե իրենց հետազոտական նպատակներից, կարելի է կիրառել տարբեր նպատակներով։ Առաջինը կարելի է նմանատիպ հյուսվածքների վրա թեստավորել նոր սինթեզված դեղորայք։ Դա որոշ չափով փոխարինում է կենդանիների եւ մարդկանց վրա կատարվող փորձարկումները, իհարկե ոչ լիովին, բայց բավականին նվազեցնում է անհրաժեշտ կենդանիներ եւ մարդիկ ներգրավելու կարիքը, որը ինչպես գիտենք, էթիկապես բավականին լավ լուծում է։ Իսկ ավելի հեռանկարային ուղղությունը այս բիոմատերիալների, այս հյուսվածքային նմուշների կիրառման, դա տարբեր իմպլանտների մշակումն է, որոնք կարող են հետագայում օգտագործվել տարբեր ներկայումս անբուժելի համարվող հիվանդությունների բուժման համար։ Հետևաբար մենք տրամադրելով հումքը եւ բիոպրինտեր սարքավորումը օգնում ենք աշխարհի գիտնականներին զարգացնել այս ոլորտը, որպեսզի ավելի շուտ հնարավոր լինի ստանալ նման տիպ իմպլանտներ, որոնք կարող են փրկել կյանքեր։ Ճիշտ եմ հասկանում, որ այդ սարքավորումները նաև դուրս են գնում, Հայաստանից դուրս։ Այո, որովհետև ներկայումս կոնկրետ բիոպրինտինգով զբաղվող կազմակերպություն Հայաստանում միակը մենք ենք։ Կան որոշ լաբորատորիաներ եւ կազմակերպություններ, որոնք բիոպրինտինգին մոտիկ նման ոլորտներով են աշխատում, բայց կոնկրետ բիոպրինտինգով միայն մենք ենք։ Այսինքն մեր բիոթանակները, բիոմատերիալները Հայաստանում շուկա չունեն որպես այդպիսին։ Մրցակիցներ չունենք նաև։ Հայաստանում չէ, բայց մեր շուկան արտասահմանն է։ Դեռևս ցավոք սրտի բացառապես արտասահման, որովհետև տարածաշրջանում էլ հարևան երկրներում, որոշ հարևան երկրներում չկա ոլորտը, Ռուսաստանում մի քանի շատ փոքր լաբորատորիաներ կան, մի հատ Իրանում, մի հատ Թուրքիայում ու վերջ, տարածաշրջանում էլ, այսինքն բավական քիչ է նմանատիպ ոլորտով զբաղվող լաբորատորիաների քանակը, մեր շուկան հանդիսանում է Արևմտյան Եվրոպան առավելապես եւ Հյուսիսային Ամերիկան, այսինքն ԱՄՆ եւ Կանադա մասնավորապես, հա, այսինքն մեր պրոդուկտները առաջարկում ենք այս շուկային միայն։ Ինձ կասեք, թե ինչքան ժամանակ անհրաժեշտ եղել ձեզ սարքավորումը ստեղծելու համար ու ինչ փոփոխություններ է դրա վրա կատարվում, եթե կատարվում է ժամանակի նորարարական այս փոփոխություններին համապատասխան եւ փաստորեն հետաքրքիր է, որ հայկական շուկայում կա արտադրանք, որը դրսի համար այդքան պահանջված է, որովհետեւ միշտ է չէ խոսվում, թե ինչը կարելի է տանել ու ասել, որ սա հայկական է, մի բան, որը շատ կարեւոր կլինի։ Փաստորեն դա տեղի է ունեցել արդեն։ Մենք իրականում, հա, մեզ օրինակ շատ են խորհուրդ տալի, ասել դե գիտեք մի շեշտեք, որ հայկական եք, որ ավելի հեշտ լինի ձեզ համար, ճանապարհը մենք հրաժարվում ենք, մենք միշտ շեշտում ենք, որ մենք հայկական ստարտափ ենք, հայկական ֆիրմա ենք, դե տարբեր խորհրդատուներ նման խորհուրդներ մեզ տվել են, բայց մենք մերժել ենք այդ խորհուրդները, մենք միշտ շեշտում ենք, որ մենք հայկական օրգանիզացիա ենք, հենց նպատակ ունենալով աշխարհում ճանաչելի դարձնել այն փաստը, որ Հայաստանը գիտության եւ տեխնոլոգիայի տեսակետից բավականին առաջադեմ եւ արագ զարգացող երկիր է։ Մենք շեշտում ենք, որ մենք հայկական ենք։
Ինչ վերաբերվում է պրինտերը սարքելու process-ին, մեր առաջի պրոտոտիպը ստեղծվել է 2017-ից 18 թվականների ընթացքում, մոտավոր 1.5 տարի է տևել դրա զարգացումը։ Պրոտոտիպի միջոցով տեխնոլոգիան հաստատել ենք, հետագայում մոտավորապես 2 տարի պետք եղավ մեր MVP-ն ստանալու համար, հա, այսինքն ինքը շատ ավելի կատարելագործված, քան պրոտոտիպը, այսինքն ինքը product է արդեն, հա։ Եվ հիմա ունենք նաև նոր կոնցեպտ, որը ավելի բարդ նպատակներին կարող է ծառայել, որը մոտավորապես մոտ կես տարվա ընթացքում նախատեսում ենք պրոտոտիպը ստանալ արդեն նոր պրոդուկտի, որտեղ մեր հիմիկվա պրոդուկտը կա, ինքը լավ բիոպրինտեր է, բայց ինքը նախատեսված է այս սկսնակ լաբորատորիաների համար։ Իսկ այն կոնցեպտը, որ նոր մշակել ենք եւ ուզում ենք պրոտոտիպը ստանալ, դա արդեն ավելի զարգացած լաբորատորիաներ նույնպես օգտակար կլինի իրենց համար օգտագործել։ Այ իսկ դրսի շուկաներում առհասարակ արտադրանքը ոնց է ընկալվում եւ այդ խորհուրդները որ տրվել են դրանից հետո ամեն դեպքում որքան էլ որ դուք շեշտել եք որ հայկական եք, հայկականի հանդեպ վերաբերմունքը Իսպանիայում ինչպիսին է ձեր օրինակը ցույց տալով։ Ճիշտ ասած ասեմ բավականին դրական ու հետաքրքիր գիտեք ինչն է որ աշխարհի տարբեր առաջադեմ լաբորատորիաներ իրենք են մեր հետ կապնվել եւ օրինակ եւ հարցում արել գնում անելու համար եւ նաեւ կապնվել են մեզ հետ համագործակցելու համար։ Մենք հիմա բավականին լայնածավալ համագործակցության ցանց ունենք տարբեր աշխարհի առաջատար ոլորտի առաջատար լաբորատորիաների հետ։ Ես մենակ դրական արձագանք եմ տեսել որ հայկական ենք։ Իհարկե Ռուսաստանից էլ մեր հետ կապնվել են եւ մենք ունենք օֆիցիալ դիստրիբյուտոր նաեւ Ռուսաստանում ու հենց իրանք են այդ քայլը արել, հա, որ մեզ ներկայացնեն, բայց ցավոք ռուսական շուկայում մի քիչ դժվար է, որովհետեւ ասենք այնտեղ բիոպրինտինգով զբաղվող կազմակերպություններ կան, բայց կամ իրանք արտադրող են, մի կազմակերպություն արտադրող է, իսկ մյուս կազմակերպությունները իրանք ուղղակի փոքր համասարանական հետազոտական խմբեր են։ Այնտենց մենք ավելի շատ շեշտը դնում ենք արևմտյան շուկայի վրա։ Այ Վահան ջան, իսկ ասեք թե թիմում ովքեր են ներգրաված այս պահին, պրոֆեսիոնալներ են բացարձակապես, թե ունեք նաև ուսանողներ, ովքեր կարող են process-ին ներկա լինել, աշխատել, փորձ ձեռք բերել, որովհետև կարծում եմ դա շատ կարևոր է։ Այո, իհարկե կարևոր է, պատասխանը կարճ ասած եւ Մենք համահիմնադիրներս 3 էլ բժիշկներ ենք, ես մասնակցությամբ օրթոպեդ վնասվածքաբան եմ, մեր բժիշկ Էմանուել Ղանդիլյանը եղել է ռազմական բժիշկ, այժմ ինքը օնկոլոգ է մասնագիտությամբ, եւ մեր դոկտոր Համլետ Խաչատրյանը ինքը նույնպես բժիշկ է, մասնագիտացված է հենց բժշկական քիմիայի ուղղությամբ եւ կոչվում է computational chemistry, այսինքն նոր դեղորայքների սինթեզի ոլորտում է ներգրաված, նա այժմ գտնվում է Օքսֆորդի համալսարանում, այնտեղ անում է իր հետազոտական նախագիծը։ Շատ լավ։ Հետաքրքիր փորձեր տեղի են ունեցել այս ժամանակահատվածում։ Մի քանի օրինակներ կպատմեք, թե ինչ են կարողացել անել, ինչպես է ընթացել այդ process-ը։ Իհարկե կպատմեմ, բայց մինչ այդ ես մոռացա ուսանողների պահը շեշտել, որը շատ կարևոր է։ Մենք ունենք 2 կարևոր համագործակցություն։ Առաջինը Օրբելո անվան ֆիզիոլոգիա ինստիտուտի հետ եւ ավանդական բժշկության համալսարանի հետ, հայկական գործընկերությունները այդ երկուսն են հիմնականը ու կոնկրետ այդ համալսարանի հետ գործընկերության շրջանակներում մենք հիմա կազմակերպել ենք ուսանողների համար fellowship եւ ուսանողները այն Հայաստանում միակ համալսարանն է փաստացիորեն, որ ուսանողներին կարողանում է սովորեցնել բիոպրինտինգ տեխնոլոգիա, որը առհասարակ բժիշկ մասնագետի համար բավական առաջադեմ գիտելիք է։ Ինչ վերաբերում է մեր կատարած Մի հարցել ես տեղ հետո արդեն փորձերին անցնենք, ձեր տաղավարի մոտ ես տեսա, որ հայեր չէին, ովքեր ներկայացնում էին արտադրանքը, հատուկ նպատակով եք դա արել, թե ինչու եք որոշել, որ հենց հայեր չպիտի ներկայացնեն, այլ ուսանողներ, ովքեր այստեղ կրթություն են ստանում, ներգրավվածություն ունեն գուցե ինչ։ Ասեմ, որովհետև ինչպես նշեցի, մեր համագործակցությունը ավանդական բժշկության համալսարանի հետ է։ Համալսարանի ուսանողության մեծ մասը արտասահմանցի են։ Եվ հետեւաբար այդ համալսարանի ուսանողները, ովքեր ներգրավել են մեր թիմում, բախտի բերմամբ թե պատահմամբ հայազգի չեն։ Իհարկե մենք հայազգիներին էլ ենք քաջալերում, մենք իհարկե համալսարանում հայտարարել ենք
այդ fellowship ծրագրի հայտադիմումներ, open call, հա, իրանք հայտը ուղարկում են, դեռ բազմաթիվ ուսանողներ հայտեր ուղարկեն, հերթով ինտերվյուներ են անցկացնում, եթե հայերի մեջ հետաքրքրվողներ լինեն, հայերին է կներգրավենք իհարկե։ Ժամանակին անցկացրել ենք internship-եր նաև հայերի համար, բավականին ինտենսիվ, կոնկրետ հիմա հակահայ տրամադրվածություն չկա էլի այդ չէ, հայամետ ենք, բացարձակ հայամետ։ Անցնելով փորձերին երևի փորձերով էլ փորձենք արդեն զրույցը կամաց տանել ամփոփման։ Հա, ինչ վերաբերում է փորձերին, մենք հիմա ունենք 3 հետազոտական հիմնական նախագիծ։ Առաջին հետազոտական նախագիծը վերաբերվում է աճառային հյուսվածքի բիոպրինտինգին, աճառային հյուսվածքի բիոտպագրությանը, որի շրջանակներում մենք բավական հետաքրքիր նախնական արդյունքներ ունենք։ Մենք ստացել ենք աճառային հյուսվածքի նման նմուշներ, հա, որոնք բավականին ստրուկտուրալ եւ բջջային բաղադրությամբ բավական մոտ են բնական աճառային հյուսվածքին, որոնք լաբորատոր պայմաններում բավական երկար ժամանակ օրգանիզմից դուրս գոյատևել են եւ կենսունակ են եղել։ Մենք ունենք այլ նախագիծ, որը վերաբերվում է պերիֆերիկ նյարդային հյուսվածքային ինժեներիային, այսինքն այդտեղ օգտագործվում են մեր միոմատերիալները նաեւ եւ տարբեր այլ հյուսվածքային ինժեներիայի մեթոդներ, տրավմաների հետևանքով վնասված նյարդերի վերականգնման նպատակով եւ երրորդ նախագիծը վերաբերվում է սրտի աորտալ փականների բիոտպագրությանը, որը շրջանակներում MRT-ի տվյալներից ստանում ենք 3D մոդելներ եւ փորձեր են կատարվում օգտագործելով աորտալ փականի բջիջները ստեղծել հենց 3D մոդել աորտալ փականի, որը հետագայում կարող է որոշակի կիրառություններ ունենալ սկզբից էքսպերիմենտալ եւ ապագայում էլ միգուցե նաեւ կլինիկական առումով։ Բավականին հետաքրքիր է, եթե համագործակցության ցանկություն ունենան, ինչպես կարող են ձեզ հետ կապվել։ Մեր պաշտոնական վեբկայքը folding.bio, այդ վեբկայքով կարելի է գտնել, մենք հասանել ենք բոլոր սոցիալական ցանցերում, հարթակներում, folding անունը կարող են փնտրել եւ հա իմ հեռախոսահամարն էլ մեր եթե այցելեն Martic Digitech Expo կարող են իմ եւ ֆիրմայի հեռախոսահամարները եւ մնացած բոլոր կոնտակտներ տվել նույնպես ձեռք բերել, բայց ամեն ինչը կա մեր պաշտոնական վեբկայքում։ Շատ լավ, ես շնորհակալ եմ ձեզ զրույցի համար, հաջողություններ ձեզ, մեզ հետևողներին, մեր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին։ Հիշեցնում եմ, որ մեր տաղավարում էր Վահան Գրիգորյանը, Folding ընկերության համահիմնադիրը եւ գործադիր տնօրենը։ Շարունակեք հետևել մեզ, գործարարիքը աշխատում է Meridian Expo կենտրոնից առայժմ